մայիսի 28 Հանրապետության հրապարակ։ Այսօր նշում ենք Հանրապետության տոնը, որը կապված է մեր հազարամյա պատմության մի շրջադարձային իրադարձության, Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման հետ։ Զորահանդեսի մասնակից ստորաբաժանումներին դեպի Հանրապետության հրապարակ քայլով մարշ! Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին մասնակից զորքերը շարված են։ Զորահանդեսի հրամանատար գեներալ լեյտենանտ Ասրյան։ Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Զգա հանդիսավոր երթի Այժմ հրապարակում են ժամանակակից հետախուզահարվածային 4 սոտանի գայլ ռոբոտային համակարգերը, սակրավորներ պաշտպանիչ համազգեստով։ Ձեր առջև մառախուղ համալիրն է, որը նախատեսված է տարբեր տեսակի օդային թիրախների հայտնաբերման և դրանց կողմից օգտագործվող արբանյակային տեղորոշման համակարգերի ընդունիչների ճնշման համար։ Հաջորդը սարդ համալիրն է, նախատեսված է պայմանական հակառակորդի մարտավարական օղակի ղեկավարման համակարգերում գործող ռադիոկապերի ճնշման համար։ Հատուկ նշանակության ուժերը համալրվել են տատա տեսակի թեթև, արագաշարժ, բարձր անցողունակությամբ ավտոտեխնիկաներով, սպառազինված 7.62 մմ տրամաչափի MMG տեսակի գնդացիներով։ Մեքենայացված շարասյունը շարունակում է Բաստիոն տեսակի զրահամեքենան, որը թեթև զրահապատ մեքենաների նոր սերնդի ներկայացուցիչ է։ Այն սպառազինված է աշխարհում առաջատար համարվող 12.7 մմ խոշոր տրամաչափի M2 տեսակի գնդացիներով։ Հետևակի ռեակտիվ հրաներ RPO-A։ Սպառազինության այս նմուշի համար նշանակետեր են բաց, երկարաժամկետ պաշտպանական և այլ ամրացված կառույցներում պայմանական հակառակորդի կենդանի ուժը, ինչպես նաև մարտական տեխնիկան ու այլ օբյեկտները։ Հրապարակում են կարիճ զենիթային հրթիռային համալիրով սպառազինված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները։ Հրապարակով անցնում են Տոր M2KM զենիթային հրթիռային համալիրի մարտական մեքենաներով սպառազինված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները։ Լուսան զենիթային հրթիռային համակարգը փոքր հեռահարության բազմուղի զենիթային հրթիռային համալիր է։ Այն նախատեսված է մարտական ինքնաթիռների, ուղղաթիռների և ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի հարվածներից, զորքերի խմբավորումների ու կենսական նշանակություն ունեցող պետական ու ռազմական օբյեկտների հակաօդային պաշտպանության համար, ռադիոէլեկտրոնային ճնշման միջոցների ակտիվ կիրառման և եղանակային բարդ պայմաններում։ Շարասյունը եզրափակում են Վահան 200 ռադիոլոկացիոն կայաններով սպառազինված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները։ Կորնետ M հակատանկային կառավարվող հրթիռային համալիրները։ Համալիրը նոր սերնդի հակատանկային կառավարվող հրթիռային համալիր է։ Հնարավորություն ունի մինչև 8000 մետր հեռավորության վրա վարել հրաձգություն տարբեր նշանակության հրթիռներով։ Հրապարակ են մտնում նիզակ հակատանկային կառավարվող հրթիռային համալիրները։ Դրանք վերջին սերնդի կրակիր մոռացիչ սկզբունքով հակատանկային կառավարվող հրթիռային համալիրներ են։
Զորատեսակի շարասյունը շարունակում են IDS ընկերության հայրենական արտադրության 122 մմ տրամաչափի փոքր համազարգային կրակի ռեակտիվ Ատլանտ համակարգերը։ Հրապարակում են 122 մմ տրամաչափի գործարանային արտադրության D30 հաուբիցները։ D30 հաուբիցը նախատեսված է կենդանի ուժի կրակային միջոցների, զրահապատ եւ այլ մարտական տեխնիկաների, հրետանային ու ականանետային մարտկոցների, հակաօդային պաշտպանության միջոցների եւ ղեկավարման կետերի խոցման համար։ Հրթիռային զորքերի եւ հրետանու շարասյունը շարունակում են 155 մմ տրամաչափի տորկ հաուբիցները։ Տորկ հաուբիցը ժամանակակից խոցման միջոց է եւ իզորու է մեծ հեռավորությունների վրա ճշգրիտ կրակով խոցել կենդանի ուժը, կրակային միջոցները, ռեակտիվ, հրետանային, ականանետային եւ զենիթահրթիռային մարտկոցները, ղեկավարման կետերն ու այլ նշանակետեր։ 155 մմ տրամաչափի հաուբիցների շարասյունը շարունակում է տիր համակարգերը, որոնք իրենց մարտավարատեխնիկական հնարավորությամբ չեն զիջում տորկ հաուբիցներին։ Դրանք նույնպես հագեցած են իներցիոն նավիգացիոն համակարգերով, բալիստիկ համակարգչով եւ արկի սկզբնական արագության չափման ռադարով, ինչի շնորհիվ բարձրանում է կրակի ճշտությունը եւ նվազում է կրակի բացման համար անհրաժեշտ ժամանակ։ Միհր ինքնագնաց հրետանային կայանները հագեցած են իներցիոն նավիգացիոն համակարգերով, բալիստիկ համակարգչով եւ արկի սկզբնական արագության չափման ռադարով, ինչը թույլ է տալիս միաժամանակ վարել ճշգրիտ եւ հուժկու կրակ։ Արագ են մտնում 155 մմ տրամաչափի արամազդ ինքնագնաց հրետանային կայանքները։ Հուսալի պաշտպանվածության եւ ավտոմատացված ճշգրիտ հաշվարկներ կատարելու շնորհիվ համակարգերն ունակ են կարճ ժամանակահատվածում եւ բարձր արդյունավետությամբ խոցել պաշտպանության խորքում գտնվող, բարձր պաշտպանվածություն ունեցող, շարժվող եւ անշարժ կենդանի ուժը, կրակային միջոցներ եւ այլ կարևոր նշանակություն ունեցող օբյեկտներ։ Հրապարակում են կրակի միջին հեռահարության եւ խոցման մեծ մակերես ունեցող խոշոր տրամաչափի շանտ համազարգային կրակի ռեակտիվ համալիրի ստորաբաժանումները, որոնք իզորու են մարտավարական, օպերատիվ մարտավարական խորություններում սովորական եւ գերճշգրիտ հրթիռներով խոցելի կենդանի ուժը եւ կրակային միջոցները, հասցնել կետային ու մակերեսային հարվածներ կարևորագույն ռազմական օբյեկտներին։ Զորատեսակի շարասյունը եզրափակում են փայլացու ռադիոլոկացիոն կայանները։ Նրանք համարվում են ժամանակակից եւ արդյունավետ հրետանային հետախուզական միջոցներ։ Գերժամանակակից անօդաչու թռչող սարքերով համալրված այս զորքերը մարմնավորում են զինված ուժերի տեխնոլոգիական բացարձակ գերազանցությունը։ Նրանք յուրային զորքերի խելացի վահանն ու սուրն են եւ ապահովում են երկնքի կատարյալ վերահսկողությունը առավելագույն արդյունավետությամբ։ Այս պահին մայրաքաղաք Երևանի երկնքով հանրապետության հրապարակի վրայով անցնում է զինված ուժերի ավիացիան։ Օդում են Su-30SM բազմաֆունկցիոնալ գերձայնային կործանի ճիկնաթիռները, հեռավար ու միջին հեռավորության ավիացիոն կառավարվող Սավառնով ռումբերով։ Նրանց են հաջորդում Su-25 գրոհային ինքնաթիռները, բազայի հրամանատար, առաջին կարգի մարտական օդաչու, մարտական խաչ երկրորդ աստիճանի իշխանուշանի ասպետ, գնդապետ Սամվել Թավադյանի ղեկավարությամբ։
Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը եզրափակում է զինված ուժերի համահավաք նվագախումբը։ Հայաստանի Հանրապետության պետական եւ գերատեսչական միջոցառումների, արարողությունների, հանդիսությունների եւ ծեսերի երաժշտական կատարումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական ծառայությունը, զինված ուժերի գլխավոր զինվորական դիրիժոր գնդապետ Արտակ Սիմոնյանի ղեկավարությամբ։ Եվս մեկ անգամ շնորհավոր Հանրապետության օրը։ Կեցցե Հայաստանի Հանրապետության բանակը։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Սիրելի